Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 9 է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից Վենեսուելայի հետ կապված, որտեղ դա հետաքրքիր է։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մադուրոյի առևանգման հետ կապված հայտարարել է. «Ես ուզում եմ, որ դուք հասկանաք ամեն ինչ կար, պայմանավորվածությունը, վճարված գումարը, այդ թվում Վենեսուելայի բնակիչներին, և զինվորականներին, և քաղաքացիական անձանց, կար գաղտնի համաձայնություն և դավաճանություն, ամեն ինչ կար»։ Լուկաշենկոն նաև ասել է, որ Մադուրոյի կնոջը առաջարկվել է մնալ Վենեսուելայում, բայց նա հրաժարվել է, ընտրելով լինել ամուսնու հետ։ Առաջինը. այս նույն Լուկաշենկոն ընդամենը առաջ օրն ասում էր հիմա ԱՄՆ-ը առևանգելով Մադուրոյին ստեղծվելու է Վիետնամի պատերազմի տարբերակը, իսկ Վիետնամի պատերազմը տևել է 20 տարի, 1955-ից 1975 թվականներ։ Լուկաշենկոյի քաղաքական պատկերացումը, որ Վենեսուելան 20 տարի կռվելու են Ամերիկայի դեմ, ընդամենը դա է։ Հիմա ինքը բացատրում է, որ իմացել եք, դավաճանություն ա եղել, բայց ով չգիտեր, դու չգիտեիր, բա մենք գիտեինք։ Ինչի կարելի է կարծել, որ Բելարուսի նախագահին գնան առևանգեն, ժողովուրդը փողոց չի լցվելու ցնծությամբ դիմավորի այդ միտքը։ 94 թվից երկրի նախագահ ես, չես էլ ուզում գնաս, մաքուր եվրոպական պետություն Բելարուսը դարձել ես Ռուսաստանի մասնաճյուղ, Ռուսաստանի որևէ նահանգ ավելի սերտ չի համագործակցում Կրեմլի հետ, ավելի նենց սիրահոժար չի կատարում նրանց հրամանները, տակից մի երկու բան էլ իրանց ուզածն են անում, քան Բելարուսը։ Բայց ինչ էիր կարծում, կարծում էիր, որ բոլորը հիացած են Նիկոլաս Մադուրոյի դիկտատուրայով։ Պարզ է, որ Ամերիկան էլ պետք է գնար մարդ գտներ, ասեր ժողովուրդ ջան, չեք ուզում փոխենք այս մարդուն, նորմալ երկիր ստեղծենք, դուք էլ նորմալ ապրեք։ Չտեսաք Մադուրոյին տանելուց հետո ժողովուրդը փողոց լցվեց, իր դիկտատորին էր պահանջում, Ամերիկայի դեմ բողոքում էր։ Չտեսաք, չէ։ Բանից որ հիմա ինքը բացատրում է, այդ մենք իրան ենք բացատրում, ինքը ում է բացատրում, թե իրականում ինչա տեղի ունեցել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ասում է, որ Մադուրոյի կնոջը առաջարկվել է մնալ Վենեսուելայում, բայց նա հրաժարվել է, ընտրելով լինել ամուսնու հետ։ Նախ Մադուրոյի կինը ավելի մեծ լծակներ ուներ, քան Մադուրոն, գործնականում ինքն էր ղեկավարում երկիրը, և ինքն էր Մադուրոյին դարձրել նախագահ։ Բայց երբ որ Լուկաշենկոն սա ասում է, նշանակում Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ չի ունեցել այդ կնոջը տանել, բանտարկել։ Լուկաշենկոյի ասելով ստացվում է այնպես, գործնականում Ամերիկայի Միացյալ Նահանգները, քանի որ փաստացի նախագահի կինն էր, նրան պետք է տաներ։ Բայց եթե Լուկաշենկոն դա բացատրում է, այսինքն ուզում ասի, տեսեք, Ամերիկանն այնքան այդպիսի մարդասիրական քայլ է արել, ասել է մնա քո երկրում ապրի քեզ համար, ասել է չէ, ես ուզում եմ ամուսնուս կողքնել եմ, դա այսինքն իր ընտրությունն է։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. «Ի պատասխան Ռուսաստանի խնդրանքին, Թրամփը որոշել է ազատ արձակել Մարիներ լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացու։ Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ որոշումը ազատ արձակելու ռուս քաղաքացիներին և իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ վարչակազմին», նշել է Զախարովան։ Ժողովուրդ ջան, լսեցի՞ք։ Բա Ռուսաստանն ասում էր, ինչ եք իմ նավը առևանգել, այս կանեմ, հեն կանեմ, շատերն էլ ասում են, լա տեսեք ինչ ա անելու։ Անգամ Պետդումայում հնչում էր կարծիքներ, որ բերեք մենք էլ հարվածենք ամերիկյան նավերին, բերեք հարվածենք եվրոպական երկրների նավերին, ի պատասխան դրան, մի էդ ինչ հոխորտանք, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի հոխորտանքից հուզվում էր։ Իհարկե, այդ երկու հոգուն բաց թողեց, մի հատ ուրիշ նավ նորից առգրավեց։ Խնդրել են Ռուսաստանին, երախտագիտությունն են հայտնում Ամերիկային և խնդրել են Ամերիկային ռուսական կողմը պաշտոնական հայտարարություն անում արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Այս ուղղակի նրանց համար, որ ինչ-որ մարդիկ կարծում են, դե դուք հիմա կտեսնեք Ռուսաստանն ինչ է անելու։ Տեսանք, ներողություն է խնդրելու, ինչ պետք է անի։ Շնորհակալություն է հայտնելու, ինչ պետք է անի։ Էդ պետք է անի։
ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը Վենեսուելայի ափերի մոտ գտնվող ջրերում առգրավել է Օլինա նավը, որը պատժամիջոցների տակ է ռուսական նավթ տեղափոխելու համար։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով ափամերձ պահպանության աշխատակիցները լցանավ բարձրացել են հունվարի 9-ի առավոտյան, այսինքն այսօր առավոտյան։ Սա էլ հերթական նավն է։ Ռուսաստանի հետ առնչվող արդեն երրորդը, իսկ Վենեսուելայի հետ առնչվող արդեն 5-րդը։ Իսկ Վենեսուելա Ռուսաստանի հետ երրորդը։ Սա է։ Իսկ սա ինչ է նշանակում։ Ցանկացած նման քայլ, լավ հասկանում եք, որ սանկցիայի տակ ընկած նավերը, ստվերային նավատորմը, լցանավերը, որևէ մեկը չի ապահովագրելու նրանց երթը։ Որևէ մեկը պաշտոնական փաստաթուղթ պետք է պատրաստի ապահովագրական որևէ միջազգային կառույց ստվերային տանկերի հետ, պարզավոր չի լինելու։ Այսինքն ասել են դուք շառ եք, ժողովուրդ ջան, օրը մի հատ նավ են առգրավում։ Դա գիտեք ինչ խուճապ առաջացնում նաև մյուսների մոտ։ Երկու հոգի նավաստիներին կտան ամերիկացիները, բայց նավերը պահում են։ Ինչ են անելու։ Դա պատկերացնեք, դա ասես վարակի պես տարածվում է ամբողջ նավատորմին։ Եթե նույնիսկ ասում են ստվերային նավերը, նավատորմը հարյուրավոր նավերի մասին է խոսքը, ոչ թե 1, 2 կամ 3, բայց 1, 2, 3-ը բռնում ես, հարյուրավորներին դաս է լինում, որ հասկանում են, որ եթե դուրս գանք ծով, ուղղակի առևանգելու են այդ նավերը։ Հիմա դուք պատկերացնեք, դա ինչ հարված է Ռուսաստանի տնտեսությանը, որովհետև մի նավի գինը չի միայն, այդ նավի առևանգումը գինը ամբողջ պրոցեսի համար։ Իսկ մարդիկ էլ տեսնում են, որ Ռուսաստանը մաքսիմում խնդրում է, որ իր քաղաքացիներին բաց թողեն եւ շնորհակալություն հայտնում բաց թողելու։ Նավի մասին խոսք անգամ չկա։ Դուք ստեղ նայեցիք, որ իրանք պահանջել են նավերը վերադարձնել։ Հասկացից մի հատ տես կատակներ իրանց թույլ տվեցին, Ամերիկան բացատրեց, որ շատ լավ, ուրեմն հաջորդը կարգրավենք, նոր կհասկանաք խելքների հետ գլուխների հետ կգա։ Էս է վիճակը։ Հիմա Իրանի հետ կապված, երեք որ խոսում էինք, որ Հայաստանի արտգործնախարարությունը մի հատ տենց շատ ջերմ կարծիք էր հայտնում Իրանի հետ կապված, որ ռազմավարական գործընկերությունից խոսում, շատերը նաև մտածում են, մարդիկ էլ կան ասում են, բայց կարող է, չէ, այսօրվա կրոնապետությունը կարողանա հաղթանակ տանի այսօրվա։ Կարող է։ Բայց ժողովուրդը դուրս է եկել փողոց, հսկայական թվով մարդիկ։ Հայաստանը կարող է հարաբերություն ունենալ ցանկացած իշխանության հետ, որը կլինի իր հարևան պետությունում, որը մեկ իրեն չի մեղադրի։ Եթե նույնիսկ դու ունես պայմանավորվածություն այս իշխանության օրոք, որևէ բան չի խանգարում, որ հաջորդին ասես, եկել ես դու, հիմա էլ քո հետ կաշխատենք, կամ կդնենք, կբանակցենք, տեսնենք հնից ինչ որ ընդունել ենք, ինչն է քեզ համար ձեռնտու, ինչ էլ նոր ես ուզում, արի քննարկենք։ Որևէ մեկը դրա մեջ որևէ վատ բան չի տեսնի։ Ես երեք որ բացատրում էի, վերաբերում էր հետևյալին։ Ժողովուրդը լցվել է փողոց։ Այդ ալիքը խրախուսվում է Միացյալ Նահանգների կողմից։ Չնայած վատ է, որ ընդգծված ցույց է տալիս Միացյալ Նահանգները, չնայած բան փոխվել է, այդ էլ կասեմ։ Այդ պարագայում, երբ որ Հայաստանը պաշտոնապես ասում է, որ մենք ռազմավարական գործընկերությունը շարունակելու ենք հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի հանդիպումները եւ պայմանավորվածությունները Մասուդ Փեզեշքյանի հետ, այսինքն գործող նախագահի հետ։ Այդ ժողովուրդը, որը փողոցում է, համարում է, որ դրանով Հայաստանը աջակցում է այսօրվա ռեժիմին։ Նա չի ներելու Հայաստանին։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն, եթե նրանք հաղթեն, իդեմս այդ ուժերի մենք ունենում ենք թշնամի։ Եթե նրանք պարտվեն, այլուն թափելով են պարտվելու, ու նրանք հիշելու են, որ իրանց ծանր ժամանակ, երբ որ իրանց դրեցին, գնդակահարեցին, Հայաստանը պաշտպանեց Իրանին։ Այսինքն դա չի մոռացվելու, իսկ նա հարևան պետություն է, մեր ինչին էր պետք։ Մենք ընդհանրապես պետք է մի փոքր հետ քաշվեինք, ասենք Ժորժ ջան, դուք ձեր հարցերը վերջացրեք, երբ որ կտեսնենք ջրերը կպարզեն, կնստենք նորից կշարունակենք մեր բանակցությունները, ձեզ հետ կամ հաջորդի հետ։ Այլ ոչ թե զորակցություն հայտնել, որի պարագայում դա
մարդիկ փողոցում կանգնած, որ կռիվ են տալիս, օրական զոհեր են լինում, իրանք մտածեն, որ հարևան Հայաստանը պաշտպանում է դիկտատուրային, մեր ինչին էր պետք դա։ Այսինքն նույնիսկ այսօրվա իշխանության հաղթելը մեզ ոչինչ չի տալի, որ ասենք տեսակ մենք հաղթողի կողմից էինք, դա մեզ ինչ է տալի, որ մենք հետ քաշվեինք, հաղթողը հաղթեր, էլի մենք հաղթողի հետ չէինք կարող, շարունակեինք այն պայմանավորվածությունները, որը ունեինք։ Այն նույնը հիմա ինչի համար եմ ասում, նույնը հիմա Իրանը նաև Մոսկվայի հետ է խոսում, այսինքն ինքը գծերն է ստուգում, որ ցույց տա, որ ինքը մենակ չի։ Այդ ժողովրդին ցույց է տալիս, որ մենակ չի, դու Ամերիկայի հետ ես հույսերդ կապում, ես էլ կապում եմ Հայաստանի, Ռուսաստանի։ Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին հայտարարել է. ռազմական եւ անվտանգության հարաբերությունները Մոսկվայի եւ Թեհրանի միջև ընդլայնվում են, բայց մանրամասները քննարկելը տեղին չէ։ Դե հասկանում եք, ինչ մանրամասը քննարկես։ Ռուս-իրանական հարաբերություններն ապրում են իրենց պատմության մեջ լավագույն ժամանակաշրջանը, ընդգծելով երկու երկրների միջև համագործակցության բոլոր կարևոր ոլորտները։ Կարևոր կետը, որին մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք, այն է, որ նախ Իրանա-ռուսական հարաբերություններն իսկապես համապարփակ են, այսինքն մենք գտնվում ենք քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական եւ անվտանգության ոլորտներում հարաբերությունների լավագույն պատմական վիճակում, ընդգծել է Ջալալին։ Հիմա տեսեք, այս հայտարարությունը, որ Ռուսաստանի հետ դուք լսում եք, հասկանում եք, չէ՞ որ Իրանը ուզում է ցույց տա, որ Ռուսաստանը իր նեղ ժամանակ իրան զորակցում է։ Հա նույնը երեք հայտարարեցին Հայաստանից։ Լայես իրանց դեսպանն է ասել իր կարծիքը։ Բա Հայաստանը ինքը ասեց իր կարծիքը։ Հիմա դուք կողքից որ դա լսում եք ուրիշի հետ կապված, այդ վտանգը չեք տեսնում, բայց Ռուսաստանը մեծ պետություն է։ Ինչ էլ քանդվի տակը մի բան կմնա։ Հայաստանը այդ ռիսկի ինչ է դիմում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. հնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու եւ ՆԱՏՕ-ն պահպանելու միջև։ Իհարկե շատ վատ ընտրություն է, ես շատ զարմանում եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքական էլիտան համաձայնվի դրան, շատ կզարմանամ, որովհետև դրանով Միացյալ Նահանգները ինչ է ասում, եվրոպական իր գործընկերներից տարածք է վերցնում, որի գինը կարող է լինել ՆԱՏՕ-ից իր դուրս գալը, որտեղ եթե ինքը ՆԱՏՕ-ից դուրս է գալի, ՆԱՏՕ-ն ստեղծվել է որպես եվրոպական անվտանգության երաշխավոր։ Այնտեղ նշանակում է ՆԱՏՕ որպես այդպեսին գոյություն չունի։ Եվրոպան պետք է մտածի իր անվտանգության համակարգը ստեղծելու, բայց սա որակական քայլ է, որը որ Դոնալդ Թրամփին տանում հավասարեցնում է Վլադիմիր Պուտինի հետ։ Որովհետև 51 թվականին Վաշինգտոնը եւ Կոպենհագենը ՆԱՏՕ-ի շրջանակներում իրենց պարտավորություններից բացի ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիրը։ Դրա համաձայն Միացյալ Նահանգները պարտավորվում էր պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից։ Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է 49 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում 12 հիմնադիր պետությունների կողմից, որից մեկը Դանիան է։ Այսինքն դու հիմնադիր ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ ստորագրում ես փաստաթուղթ, որ ես անվտանգության երաշխավորն եմ Գրենլանդիայի, տանում ես այնտեղ զորակայանը տեղակայում ես, որպեսզի ապահովես այդ անվտանգությունը, եւ դու ասում ես ես կգնամ կգրավեմ Գրենլանդիան։ Այն նույնը Բուդապեշտի մեմորանդումը դեկտեմբերի 5-ին կնքած, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երաշխավորեց, որ զենքը միջուկային հանձնի Ռուսաստանին, Ռուսաստանը երաշխավորեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ միջուկային զենքը վերցրեց։ Արդյունքում ինքը երաշխավորեց, ինքը ստորագրեց եւ ինքը հարձակվեց։ Հիմա մենք կանգնում ասում ենք ագրեսոր ես, ես ինչ ես անում։ Դու ինքդ ես երաշխավոր է, այլապես նա այդ միջուկային զենքը քեզ չէր տա։ Հիմա ո՞նց է, ասենք Դոնալդ Թրամփը պատկերացնում, որ ինքը Եվրոպայի հետ կապերը խզելու գնով գնալու է որ Գրենլանդիան վերցնի։ Եվ դրան կհամաձայնվի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ամերիկայի ազդեցությունը աշխարհի վրա անհամեմատ ավելի մեծ է, քան տերիտորիա վերցնելը։ Ամերիկայի կշիռը աշխարհի վրա շատ ավելի մեծ է, բայց այլ լծակներով ու այլ կապերով, ոչ թե ինքը իրան պահի այնպես, ինչպես Պուտինը, մտնի հարևան պետության տարածք եւ օկուպացնի այդ տարածքը։
Ես կարծում եմ, որ կողքից այնուամենայնիվ իրան կբացատրեն, որ վերադարձի այն կերպարին, որը որ քեզ տվել է Միացյալ Նահանգների նախագահի կարգավիճակին, որտեղ որևէ ձևով դա արդարացում չունի այն ինչ որ Դոնալդ Տրամպը կարող է անել։ Վենեսուելան կարող է բացատրի ինչ արեց։ Ոնց ես գնացել այլ պետության ղեկավարին բերել կողել քո բանդ, որովհետև այդ այլ պետության ղեկավարին կդնենք խորսացնեն, նա կպատմի թե Ռուսաստանը ինչ էր անում, օկուպանտ Ռուսաստանը ինչ արել Վենեսուելայի հետ կապված ընդդեմ Ամերիկայի։ Դա կարող է ինքը համարի իսկապես Ամերիկայի վտանգ էր սպառնում, ինքը այդ հարցը լուծեց։ Ինչա բացատրելու Գրենլանդիայի հետ կապված, որ Ռուսաստանն ու Չինաստանը որոշել են Գրենլանդիան օկուպացնեն, ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա հարձակվեն, ՆԱՏՕ-ի 5-րդ կետը ուժի մեջ մտնի, ամբողջ ՆԱՏՕ-ն պատասխան տա, որևէ մեկը դրան հավատում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է գիտի, որ դրան ոչ մեկը չի հավատում։ Դու կանգնել ես նրա երաշխավոր ես տարել ես քո զորակայանը դրել ես այնտեղ, հետո էլ ասում ես բերեք ես գրավեմ, որ հանկարծ ուրիշը չգրավի։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Գրենլանդիայի մասին դիմելով եվրոպացիներին ասել է. լուրջ վերաբերվեք Միացյալ Նահանգների նախագահին, կղզին կարևոր նշանակություն ունի համաշխարհային հակահրթիռային պաշտպանության համակարգի համար, թշնամիների կողմից տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում։ Եթե որևէ մեկը ասում է, որ լուրջ վերաբերվեք Ամերիկայի նախագահին, ուրեմն նա համարում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այնքան անլուրջ քայլ է արել, որովհետև ավելի անտրամաբանական բան չկա, քան որևէ մեկին ասես, աշխարհի ամենահզոր պետության նախագահին ասես լուրջ վերաբերվեք, իսկ ով կարող անլուրջ վերաբերվի որ։ Ինչ աշճանի ես մտածում, որ այդ քայլը անլուրջ է, որ ասում է ժողովուրդ լուրջ վերաբերվեք, ինքը լուրջ է ասում այդ ամեն ինչը։ Այս դա ցույց է տալիս, թե դուք ինչ աշճանի անլուրջ եք համարում այդ քայլը, դե մենք էլ ենք ասում էլի։ Իսկ այս ժամանակ, երբ որ նոր աշխարհակարգի հետ կապված որոշումներ է կայացվում, ավելի անբարենպաստ քայլ, քան Գրենլանդիան օկուպացնելը, ես ուղղակի չեմ պատկերացնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է. Կուբան լուրջ դժվարությունների մեջ է, նրանք դեռ լիովին չեն փլուզվել, բայց բավականին մոտ են։ Կուբան կախված է թելից, Կուբայի ժողովուրդը շատ ուժեղ է։ Մարկո Ռուբիոն կուբայական արյուն ունի, կարծում եմ նա բավականին լավ աշխատանք է անում, այնպես չէ, ուր էլ որ նա գնա, մենք հաջողության կհասնենք, նշել է Տրամպը։ Հիմա այսպես նայենք, Կուբայի հետ կապված մենք լավ գիտենք ինչ ճանապարհ անցավ Կուբան, ինչ լավ հարաբերություններ ուներ Միացյալ Նահանգների հետ։ Հա, բայց արդյունքում 59 թվականի հունվարի 1-ին տեղի ունեցավ հեղափոխությունը, իհարկե դրան նախորդեց նաև 53 թվականին դեռ Ֆիդել Կաստրոյի ջոկատը Մոկադայի կազարմայի վրա հարձակվեց Մոկադայի, հետո դե ձերբակալվեցին, բան, այսինքն մի օրում, մի ամսում չի կատարվել, դա տարիների ընթացքում ի վերջո հասան դրան եւ դա տեղի ունեցավ։ Բայց այդ ժամանակ, երբ որ Դոնալդ Տրամպը այս վերջերս խոսում էր, որ պետք է մեր շահերի մասին մտածենք, հետ ենք քաշում մենակ Ամերիկայի եւ վախվորած քաղաքականություն ավարում Ռուսաստանի հետ կապված, անգամ մինչեւ այսօր, որ հասկանում է, որ Ռուսաստանը փուչիկ է, բայց Կուբայի հետ կապված, որ հիմա այդպես խոսում է, թող հիշի, թե ինչ վախվորած քաղաքականություն վարվեց Ամերիկայի կողմից, դրա համար Կուբայի վիճակն էլ այսպեսին է։ 61 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն էր Ջոն Ֆիցջերալդ Քենեդի։ Իրավորոք որոշվեց, չէ՞։ Բալիստիկ հրթիռներ, օպերատիվ տակտիկական հրթիռներ տեղակայել Թուրքիայում։ Եվ դա Խորհրդային Միությունը համարեց, որ վտանգ, որտեղ այդտեղից կարող է հարվածներ հասցնել ընդհուպ մինչև Մոսկվայի։ Եվ ինչ արեցին, որպես պատասխան հարված, քայլ 61 թվականին տարան Կուբայում տեղակայեցին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ։ Իհարկե դրա մեջ կար բլեֆի բավական մեծ մասշտաբ, որտեղ մի քանի բան տարան ավելի շատ ցույց տվեցին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները չկարողացավ դա ֆիքսել։ Եվ 62 թվականին ինչ եղավ, Կարիբյան ճգնաժամը, նույն Քենեդի օրոք։ Այո, կարող էր հանգել երրորդ համաշխարհային պատերազմի։ Կամ կարող էր չհանգել, ուղղակի փոխադարձաբար իրար ահաբեկում էին։
Եվ Նիկիտա Խրուշչովը, երբ որ ասեց կսկսեն երրորդ համաշխարհային պատերազմ, Ջոն Քենեդին զիջեց, հետ քաշվեց, այսինքն հանեց հրթիռները ոչ միայն Թուրքիայից, այլև Իտալիայից։ Խրուշչովն էլ հանեց Կուբայից։ Բայց իհարկե Կարիբյան ճգնաժամի հետ կապված նաև մի բան էլ կա, որ այնտեղ շատ լուրջ դերակատարություն ուներ Անաստաս Միկոյանը, եւ եթե շատ է քննարկվում հոկտեմբերյան իրադարձությունների հետ կապված 62 թվի Միկոյանի արածը Կուբայում, չգիտես ինչի, դենց ստվերում ամնում, որ 56 թվականին Բուդապեշտի ներխուժման ժամանակ խորհրդային բանակի էլի Միկոյանը Բուդապեշտում էր։ Կենտկոմի կողմից ուղարկված էր, որ գնար տեղում ճշտեր ինչ են անելու եւ ինչպես են ճնշելու ժողովրդական ընդվզումը։ Այնպես որ երևի դա վիճակված էր Անաստաս Միկոյանին այդ կարգի հարցերում ակտիվ լինելու։ Հիմա Կուբայի հետ կապված, այո, երբ որ Դոնալդ Տրամպը մտածում է, որ զգուշավոր քաղաքականություն վարի Ռուսաստանի հետ, մի զարմանա, որ Կուբան կարող է եւ քո ազդեցության տակ չհայտնվի, որովհետեւ այսօր խորհրդային միությունը չկա, Ռուսաստանը շատ թուլացած է, բայց եւ միևնույն ժամանակ, այն ժամանակ, երբ որ Ջոն Քենեդին, իդեպ Ջոն Քենեդին մենակ Կուբայի հարցում չէր, որ զիջեց։ 61 թվականին Բերլինի պատ քաշեցին, ով քաշեց, խորհրդային միությունը քաշեց, Ամերիկան չքաշեց։ Ամերիկան 3 զոնա ուներ, չէ՞։ Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, խորհրդային միությունն էլ վերցրել էր Արևելյան Գերմանիայի մասը եւ մեկ է Բերլինի մասը։ Խորհրդային միությունը պատը քաշեց, որպեսզի Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունից չփախնեն, չմտնեն։ Իսկ ինչ արեց, կարողացավ դա կանխել Քենեդին։ Վախվորած համաձայնվեց էլի։ Ես որ մեկ-մեկ ասում եմ իր բախտը բերեց, որ իրան շուտ սպանեցին, որովհետև ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ նախագահն էր 43 տարեկանում։ Իհարկե ընտրված նախագահ, որովհետև փոխնախագահից նախագահ դառնող Թեոդոր Ռուզվելտը եղել է 42 տարեկան, բայց նա չի ընտրվել որպես նախագահ, փոխնախագահ ընտրվել դարձել է նախագահ։ Քենեդին եթե չսպանեին 63 թվականի նոյեմբերի 22-ին, դա լասում երևի իր այդ մեծ ծրագրերը, որը ինքը ուներ եւ մեծ ցախողումները, որը իր օրոք եղավ, կարող է իրան ամենաթույլ նախագահների շարքին դասեին։ Ուղղակի իր բախտը բերեց իրան սպանեցին, մինչեւ հիմա այդ առեղծված այդ լեգենդը տարածվում է։ Բաով սպանեց, ինչի համար սպանեց, իսկ ինքը փորձեր էլ կատարեց, չէ՞ Կուբայի հետ կապված։ Կուբայի փախստականներին Մայամիում տեղավորել էին, օգնեցին, որ գնան իշխանությունը վերցնեն Կաստրոյից, չկարողացան։ Եվ գերի ինգան եւ զոհվեցին։ Այսինքն մի շարք հարցեր արեց եւ մեծ դժգոհություններ առաջացավ, որ ինքը չկարողացավ այնուամենայնիվ այդ հարցում վճռական լինել։ Եվ մի շարք ուրիշ հարցեր էլ կա Ֆեդերալ ռեզերվի հետ կապված, Տեխասի նավթի հետ կապված, այլ հարց է, այսօր Քենեդու առիթը չի, ուղղակի ուզեցա ասեմ, որ Կուբայի հետ կապված դա ամենամեծ սխալը հենց եղավ զգուշավորությունը, որը ունեցավ Ջոն Քենեդին։ Եթե ուզում է Դոնալդ Տրամպը ինչ-որ բան վերանայի, պարզապես դինայի, թե ովքեր են ոնց վարվել, որ իրանց ազդեցությունը կորցրել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայի հակամարտությունն ավարտելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկությանը։ Կարծում եմ նա ուզում է գործարք կնքել։ Կային ժամանակներ, երբ Պուտինը եւ ես ամեն ինչ պատրաստ ունեինք, բայց Զելենսկին չէր ուզում գործարք կնքել։ Նա ինձ ցնցեց, բայց հետո հակառակ իրավիճակն էին։ Կարծում եմ հիմա նրանք երկուսն էլ ուզում են գործարք կնքել, մենք դա կպարզենք, հավելել է Տրամպը։ Իհարկե այն, որ գործարքեր ուզում կնքել Զելենսկին չհամաձայնվեց, որովհետև Զելենսկուն կապիտուլյացիա էր պարտադրում, նա էլ չհամաձայնվեց։ Զելենսկին չհամաձայնվեց, կռիվ տվեց իր պետության շահերի համար, Եվրոպան է կանգնեց Զելենսկու թիկունքին։ Արդյունքում հասկացար, որ այդտեղ չի լինելու։ Սկսեցի ճնշել Ռուսաստանի վրա, Ռուսաստանը չէր հաշտվում այդ մտքի հետ, ասում է, ախպեր, բայց հարցերը լուծել ենք, չէ՞ քո հետ։ Կամպրոմատը ունենք, փողերը վախտին տվել ենք։ Էսի չես անում։ Իսկ հիմա ուզի ինքը պետք է լուծում գտնի, չէ՞։ Մանավանդ որ հիմա աշխարհի առաջ ցույց տվեց, որ Ռուսաստանի պաշտպանական համակարգը ինչի աննման։ Նաև աշխարհի առաջ ցույց տվեց, որ երբ ցանկանա Ռուսաստանի օթերը կփակի, ջրերում կփակի օթերը, նավերը արգրավելով։ Էլ ինչ մնացել անելու։
Որտեղ մարդիկ հիմա ասում են, բա էդ էլ որ արեցիր, բա այն էլ որ արեցիր, բա հիմա ինչ ես անում։ Հիմա ինչ ես ուզում տապալված Ռուսաստանին օգնես։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆ իդեպ ուշադրություն դարձրեք, սա հոմենակ չի վերաբերվում Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, Ռուսաստան, Ուկրաինա։ Բա Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չի։ Բա Ռուսաստանի հետ կապված չի Նիկոլ Փաշինյանն ասում մեր եղբայր պետությունն է։ Մենք չենք եվրոպական գործընկերներին էլ եմ ասել, մենք չենք վերանայելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, մենք լայնացնելու ենք, խորացնելու ենք մեր հարաբերությունը ԵԱՏՄ-ի հետ եւ Ռուսաստանի դեպ ռուսական բազան Հայաստանից անելու հարցը ընդհանրապես չի քննարկվում։ Բայց վիճակը չի։ Այդ Ռուսաստանը, որ Իրանին սատարում է, Հայաստանն էլ Իրանին է սատարում, Ամերիկան էլ Իրանին դեմ է, այս Ռուսաստանը չի։ Բայց սա մեր քաղաքականության մասին է։ Շատ դեպքերում որ ասում են Հայաստանի քաղաքականության մասին ավելի քիչ եք խոսում, բա սա ում մասին է խոսքը։ Բա արտաքին քաղաքականությունը ում հետ ենք վարում մենք։ Այս ում հետ որ վարում ենք, նրանց մասին է, չէ՞ խոսքը, եւ մեր վերաբերմունքը դրանց։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆը եւ Թրամփի Փեսա Քուշները Փարիզում հանդիպել են Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևին քննարկելու Ուկրաինայի խաղաղության ծրագիրը։ Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ պատվիրակության եւ Ուկրաինայից ու եվրոպացի պաշտոնյաների, այդ թվում Զելենսկու եւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների միջև բանակցություններից հետո։ Ուկրաինայի հետ ծրագրի գրեթե բոլոր ասպեկտների շուրջ համաձայնության հասնելու հետ Սպիտակ տունը ցանկանում է Պուտինից հստակ պատասխան ստանալ այս առաջարկի վերաբերյալ։ Իսկ հիմա տեսնենք Ռուսաստանի հստակ պատասխանը այդ առաջարկի վերաբերյալ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. ի պատասխան Նովգորոդի մարզում Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրի վրա Կիևյան ռեժիմի ահաբեկչական հարձակման Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի տարածքում գտնվող կրիտիկական օբյեկտներին հասցրել են զանգվածային հարված, հեռահար բարձր ճշտության զենքով, ցամաքային եւ ծովային բազավորմամբ, այդ թվում օրեշնիկ միջին հեռահարության շարժական հրթիռային համալիրով, ինչպես նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Հիմա հարց. Դոնալդ Տրամփ, բա դու ասում ես, որ պարզեցինք, որ հարձակում չի եղել Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա։ Բայց Ռուսաստանի նախագահը գիտենալով, որ չի եղել դա, պատասխան է տալիս Ուկրաինային, ի պատասխան այդ հարձակման։ Բա ոնց որ թե ասում էիր, որ Ռուսաստանը խաղաղության համաձայն է, գործարքին համաձայն է, որ գործարքին է համաձայն, Թրամփի հետ գործարքին, ոչ թե խաղաղության։ Բայց ուրիշ խնդիր էլ կա։ Արեշնիկի հետ կապված ինչ առասպելներ էր պատմում Պուտինը։ Արեշնիկ ունենք, աշխարհը չունի։ Եթե այդ արեշնիկով խփել ես, Ուկրաինան վերացել է, արդեն կապիտուլյացիան ստորագրել է, սպիտակ դրոշով շարժում են դեպի Մոսկվա, այդ չէր քո արեշնիկը։ Անենց էին պատմում, դուք մենակ տեսեք ինչ ենք անելու, գոնե դա պատմեիք, դրանով չխփեիք, որ հետո չասեինք էս էր, հա հասկացանք ինչ որ ավերածություններ ա եղել, բայց այդ ավերածությունները դուք հենց էիք ներկայացնում, մահաբեր հարված եք հասցնելու, չոքացնելու եք Եվրոպային ու Ամերիկային, որ ընդհանրեն Ուկրաինային խփել եք, նրանք էլ պատասխան են խփում, այդ էր ձեր արեշնիկը, այսինքն այդ փուչիկն էլ պայթեց, ու դուք էլ հաստատում եք, որ արեշնիկով եք խփել, այնպես չի, որ ենթադրում են ուկրաինացիները, դուք հաստատում եք, պաշտպանության նախարարությունն ասում է, խփել ենք արեշնիկով, վերջ, այդ է ձեր ուժը, ինչը որ դուք ունեիք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ պատրաստ է պարտավորվել ԱՄՆ-ի մասնակցությանը Ուկրաինայի ապագա պաշտպանությանը։ Տրամփի համաձայնությունը հիմնված է նրա վստահության վրա, որ Ռուսաստանը կրկին չի փորձի հարձակվել։ Ես խորապես համոզված եմ, որ նրանք կրկին չեն ներխուժի, հակառակ դեպքում ես չէի համաձայնվի դրան, ասել է Տրամփը։
Հիմա Ուկրաինայի հետ կապված այն ինչ-որ պայմանավորում էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես երաշխիքներ տա, պատրաստ է ինքը այդ երաշխիքը տալ։ Բայց հիմա մենք տեսնենք, որ շարունակվում է լարվածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Իրան։ Նորից հիշեցնենք այն Իրանը, որ երեք մենք ռազմավարական դաշնակցության համար սրտատորով սպասում ենք, թեև պետք է փաստաթուղթ ստորագրենք։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամեյնին զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կհեռացնեն նրան վկայակոչելով երկրում բողոքի ցույցերը։ Միաժամանակ արտասահմանյան աջակցություն ստացող ուժերին Խամեյնին մեղադրել է Իրան ապակայունացնելու փորձերի մեջ։ Թրամփը պետք է իմանա, որ աշխարհի բռնակալները, ինչպիսիք են Փարավոնը, Նեմրութը, Ռեզա Շահը եւ Մոհամմադ Ռեզան, տապալվել են իրենց ամբարտավանության գագաթնակետին, նա նույնպես տապալվելու է, ասել է Խամենեին։ Խամենեին նաև շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի անկարգությունների առջև, բոլորը պետք է իմանան, որ Իսլամական Հանրապետության իշխանությունը եկել է 100 հազարավոր պատվավոր մարդկանց արյամբ եւ այն չի նահանջի դիվերսանտների առջև։ Անդրադառնալով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին, Խամենեին ցուցարարների գործողությունները որակել է ԱՄՆ նախագահին հաճոյանալու փորձ։ Նրանք ուզում են նրան երջանկացնել, այդ մարդիկ հույսները կապում են Վաշինգտոնի հետ եւ գործում են Իրանին վնասելու համար։ Եթե նա իմանար ինչպես կառավարել երկիրը, կկառավարեր իր սեփական պետությունը, հայտարարել է Խամենեին, հավելելով, որ Միացյալ Նահանգների ներսում շատ խնդիրներ կան։ Իրանի հոգևոր առաջնորդը նաև ասել է, թե ԱՄՆ նախագահի ձեռքերը ներկված են ավելի քան 1000 իրանցիների արյունով։ Այս հայտարարությունը վերաբերում է հունիսին Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա իրականացված հարձակումներին։ Խամենեին իր կողմնակիցներին միասնության կոչ է արել. «Սիրելի երիտասարդներ, պահպանեք ձեր պատրաստակամությունն ու միասնությունը։ Միասնական ազգը կհաղթահարի ցանկացած թշնամու», հայտարարել է Խամենեին։ Իհարկե ինքը ինքն է ասում, մենք տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ինչ է ասում, մեզ համար ես նշում եմ, որ վտանգը նա է, որ հանկարծ մենք չդառնանք կոնֆլիկտի կողմ։ Միշտ որպես կանոն չգիտես ինչի լռում, մեկ է դառնում են կոնֆլիկտի կողմ, ենթադրենք դատապարտում են Իսրայելին, պաշտպանում Իրանին, հետո Իրանն է դատապարտում է մեզ։ Հիմա էլ ասենք ստացվել է Իրանի ներսում, որը բացարձակ մեծ շահերից չէր բխում, այն էլ այսպիսի ալիքի պայմաններում մենք զորակցություն ենք հայտնում իշխանությանը, ինչի համար չգիտես։ Բայց հիմա տեսնում եք, որ շարունակում է, բայց հետո դուք ասում եք Իրան, հանգիստ տեղի, որևէ խնդրեմ չկա, Ամերիկայի ճանապարհը որ թրիփի բացվի, դու ինչ խնդրեմ ունես, ամերիկացիների անվտանգությունը հետ դրան որ երաշխավորեն, դա քո տարածքին վտանգ չի եւ այլ, նա ասում է թշնամուն մի մտցնի Սյունիք, բարդ է այդքան հասկանալ։ Հիմա ո՞նց եք համադրելու այս երկուսը, զորակցություն հայտնել Իրանին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այդ ո՞նց եք անելու։ Հա, բալանսավորելու եք, հա, մոռացել էի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Կա մեկ սահմանափակում իմ սեփական բարոյականությունը, իմ սեփական գիտակցությունը, սա միակ բանն է, որը կարող է կանգնեցնել ինձ միջազգային իրավունք պետք չէ։ Կարծում եմ մենք միշտ լավ հարաբերություններ կունենանք Եվրոպայի հետ, բայց ես ուզում եմ, որ նրանք խելքի գան, ես եմ նրանց դրդել ավելի շատ ծախսել ՆԱՏՕ-ի վրա եւ ավելացնել իրենց հնան», հայտարարել է Թրամփը։ Այստեղ երկու բան ասեմ, Դոնալդ Թրամփը խորը թյուրիմացության մեջ է, որ ինքը կարծում է, որ միայն իր բարոյականությամբ կարող է առաջնորդվել եւ իր բարոյականությունն է սահմանափակում իր քայլերը։ Ինքը դեռ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը չի, ոչ էլ Լուկաշենկոն է, ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է, որ այսօր եկուց հաջողություն է մաղթելու ինքը իրեն այդ պաշտոնից դուրս գալու դեպքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ասի, որ իմ գործողությունները սահմանափակում էին բարոյականությամբ, անգամ բացարձակ միապետության դեմ հեղափոխություն են արել, եթե նույնիսկ միապետը պաշտպանել է իր կարգավիճակը, ապա դարձել է սահմանադրական միապետություն, որտեղ նրա լիազորությունները սահմանափակվել է սահմանադրությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ասում է, իմ սահմանափակումը մենակ իմ բարոյականությունն է։ Այսինքն դու անսահմանափակ կարաս գործես, որովհետև քո բարոյականության վրա այդտենց շատ հիացած չեն։ Ամերիկան է երկիրն է, որի ղեկավարը կարող է ասի, որ իմ սահմանափակումը իմ բարոյականությունն է։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, ինձ թվում է ուրիշ Ամերիկայի մասին ենք խոսում։
Սա համենայն դեպս հայտարարությունը, որը հանդուրժելու չի։ Կարծում եմ, որ ինչ-որ ժամանակվա ընթացքում իրան կբացատրեն, որ դու գնացող ես, Ամերիկան մնայուն է, էլի։ Առավել ևս, որ սենց հեշտությամբ հարաբերությունները փչացնում է եւ շատ անհարգալից է խոսում Եվրոպայի մասին։ Ես իդեպ ուզում եմ ասեմ, որ Միացյալ Նահանգների նախագահը պետքա լավ հիշի, որ Ամերիկան ստեղծվել է եվրոպացիների շնորհիվ։ Եվ ինքը պետքա մեծ հարգանք ունենա իր ընտանիքի հանդեպ։ Ինքը Գերմանիայից է գնացել, բայց ինքը իրան պահում է անառակ որդու պես։ Ինքը գնացել է, ուժեղացել է եւ անհարգալից է խոսում Հորաստան մասին։ Ես ապշում եմ, ժողովուրդ։ Իսկ ոնց կարող է դու թույլ տա 2025 թվականի փետրվարի 14-ից 16-ը Մյունխենում քո տանը անցկացվեր անվտանգության գագաթնաժողով եւ ուղարկե իր 3-1-2 փոխնախագահ դարձած J.D. Vance-ին, որը գնար մատ թափտար եվրոպացիներին եւ նրանց մասին անհարգալից խոսեր։ Դուք ես ինչ եք անում, ձեր ժողովրդավարությունը ես կողմ ենք կողմ։ Դու պետք է ասես, տղա ջան, դուք ես ում տեղն ես դրել։ Դու գնացել ես մեր տուն մերոնց վրա մատես թափտալի։ Ես չգիտեմ ինչից է ինքը դժգո, իրան դուս են արել Եվրոպայից, իրան ճնշել են Եվրոպայում, ծանր մանկություն ա ունեցել, ոնց որ ասում են հերն է լավ գործի էր։ Կարող է հերն ա ճնշել իրան, հա լավ գործի ա եղել, բայց ճնշել ա իրան։ Ինչի է այսպես իրան չկայացած պահում Ամերիկայի նախագահը։ Ինչ ես Եվրոպայի մասին անհարգալից խոսել։ Ամերիկայի մի մասը նախանձով է վերաբերում Եվրոպային, ասում հա իրանց մոտ, մեկը մոդայի, մեկը էս, մեկը հին բան։ Մի մասն էլ հպարտանում է, որովհետև ասում է դա մերոնք են։ Մենք ընդեղից ենք եկել։ Բամ նախագահ դառնա մի մարդ, որը անհարգալից խոսա իր հորական տան մասին։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, այս ինչա կատարվում։ Հուսով եմ, որ եթե ինքը չհասցնի դարձի գա, գոնե կիմանանք, որ հետո հասկացել է, որ ժամանակը սպառվել է, ինքը գնացել է, հաջորդ եկողը տենց անհարգալից չի լինի Եվրոպայի հետ կապված։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ժամանել է Ուկրաինա։ Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի, բանակցությունների ընթացքում ստորագրվել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում 100-ամյակի գործունեության զարգացման ճանապարհային քարտեզ, կողմերը քննարկել ուշադրություն 100-ամյակի գործունեության։ Պատերազմը այսօր եկուս դադարի, այդ գործընկերությունը չի դադարելու։ Զարգացման ճանապարհային քարտեզ, կողմերը քննարկել են նաև օդային պաշտպանության եւ հեռահար զենքի համատեղ նախագծերը, շվեդական Saab Gripen կորզանիչների արտադրության տեղակայումը, որոնք ներառում են բրիտանական տեխնոլոգիաներ, Ուկրաինայի ծովերի պաշտպանության ամրապնդումը եւ փետրվարին կայանալիք Ռամշտայնի հանդիպման նախապատրաստական աշխատանքներ։ Դեռ Ռամշտայնը ամեն ամիս կայանում է, ժամանակին նլում է, եթե վիճակը հնարավորություն է տալիս, ուղղակի հանդիպում են քննարկում, եթե չէ հեռավարել եղել նաև տես դեպքեր, որի նպատակն է Ուկրաինայի ռազմական եւ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցերը քննարկելու, հիմնականում պաշտպանական հարցերին վերաբերող։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը կրկին սպառնացել է Իրանին պատասխան միջոցներով, եթե Իսլամական Հանրապետությունը ճնշի վերջին երկու շաբաթներին փողոց դուրս եկած ցուցարարներին։ Ես նրանց տեղեկացրել եմ, որ եթե սկսեն մարդկանց սպանել, ինչը նրանք սովորաբար անում են իրենց անկարգությունների ժամանակ, մենք նրանց շատ ուժեղ հարվածելու ենք։ Նրանց շատ խիստ ասվել է, նույնիսկ ավելի խիստ, քան ես հիմա ձեզ հետ եմ խոսում, որ եթե նրանք դա անեն, ապա ստիպված կլինեն դժոխքով վճարել, ասել է Թրամփը։ Իրանի տապալված շահի որդու Ռեզա Փահլավիի հետ հանդիպելու վերաբերյալ հարցին ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ այս պահին դա չի անի։ Ես նրան հետևել եմ եւ նա թվում է հաճելի մարդ, բայց վստահ չեմ, որ այս պահին դա անելը նպատակահարմար կլինի։ Կարծում եմ, որ մենք պետք է թույլ տանք բոլորին դուրս գալ այնտեղ եւ կտեսնենք, թե ով կհայտնվի, ասել է Տրամփը։ Շատ ողջունելի է Դոնալդ Տրամփի այս հայտարարությունը, որովհետեւ Ռեզա Փահլավիի հետ կապված, եթե ինքը նրան չի ընդունում եւ ցույց է տալիս, որ
ինքը չի նրան ուղարկում որպես դրածո, իհարկե ուշացրեց այս քայլը, այսքանի անգամ այն ճղում եմ, ասում եմ, այս ինչ ես անում, ինչի ես ցույց տալի, որ դու դրածո ես ուղարկում։ Մի մարդու, որը 79 թվականին Իրանից դուրս է եկել, շատ մարդիկ են դուրս եկել, մեծահարուստ իրանցիներ են դուրս եկել, լավ կրթություն են ստացել, ինքը ապրում է Միացյալ Նահանգներում հարավային Կալիֆոռնիայի համալսարանը ավարտել, լուրջ կրթություն ստացել, մեկ էլ որ ասենք ասում եմ երիտասարդ էլ մարդա ուժերը տեղը կատակով բանեն անը, որովհետև 60 թվին է ծնված, այսինքն նույն թվին ոնց որ ես էլի անուղղակիորեն ինձ էլ եմ կոմպլիմենտ անում, իրան ասելով որ երիտասարդ դες ուժերը տեղը մարդա։ Ինչի եմ ասում, բայց այդ մարդը եթե նույնիսկ ինչ որ բան ուզում էր անել, բայց ցույց տան որ նրան դրսից ուղարկում են որպես դրածո, շատ վատ է, շատ ուրախ եմ որ գոնե Դոնալդ Տրամպը այս հարցում արագ ասես դրան չընդունենք, որ չվերագրեն ինձ, չնայած արդեն վերագրել են, ինչպես տեսակ նաև Խամեյնիի հայտարարությունը, բայց գոնե էլի փորձեց մի քիչ տարանջատվի, որովհետև շատերը օբյեկտիվորեն դժգոհ են այս կրոնապետությունից, բայց դա տպավորություն չլինի, որ դրսից հրահանգված է այդ ամեն ինչը։ Դե իհարկե այս ամեն ինչը ասեցինք, ամեն ինչի մասին խոսեցինք, ինչը որ ես հասցրեցի, որքան հասկացա, մեկ էլ բանա Հայաստանում էլ նենց չի, որ այս ամեն ինչին չեն մասնակցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչա հայտարարել, առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի։ Այո ժողովուրդ ջան, այս ժամանակ մնում է մենակ աղոթելը։ Նիկոլ Փաշինյանին են էլ իրա ով իրա կրոնը ընդունում է, աչը համբուրում է, նրանց տանում է տարբեր տեղ, տենց շրջիկ ձևով գնան ստեղ ընդեղ հավաքվեն, դե դուք պատկերացնում եք, չէ, այս աշխարհում ինչա կատարվում, սխալի հետևից անգամ շատ լուրջ պետություններ, տեսնում եք ուղակի եռում է, ասենց կաթսայի մեջ եռում է մոլորակը, եւ այս ամեն ինչը նաեւ մեր շուրջը ինչեր է տեղի ունենում, եւ այս պարագայում ինչ է Հայաստանի վարչապետը որ պետք է անի, գնալու է պատարագի ժողովուրդ ջան, այնպես որ հանգիստ բանարեք Մտածեք, որ ամեն ինչ հուսալի ձեռքերում է, հեսա կգնա կաղոթի եւ այդ հարցերը կլուծվի։ Հիմա դուք պատկերացնում եք ինչքան հարց կա լուծելու, եթե մեր երկրի վիճակը այսպիսին է։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք Սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, Սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։